1988 թվականին սկսված հայ-ադրբեջանական հակամարտության, իսկ այնուհետև Սումգայիթյան իրադարձությունների ժամանակ ակնհայտ դարձավ, որ խորհրդային պետությունը չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել իր հայ քաղաքացիների անվտանգությունը։ Հայաստանի ադրբեջանաբնակ բնակավայրերի հարևան գրեթե բոլոր հայկական գյուղերում ստեղծվեցին ինքնապաշտպանական կամավորական ջոկատներ։ Մեր Գուգարքի շրջանի Շահումյանի տարածքում շատ համարյա 50% ադրբեջանցիներ էին, գյուղը մսեց իրար անցում, տեղի ունեցավ ընթարում, այդ օրվանուց ստեղծվեց Գուգարքի ինքնապաշտպանական ջոկատ։ Ջոկատ ստեղծելու նախաձեռնությունը խորհրդային բանակի կապիտան Սամվել Վանեսյանին էր։ Կազմակերպական աշխատանքներն ընթանում էին տարերայնորեն։ Գլխավոր խնդիրը մարդկանց հավաքագրելն ու զենք հայթայթելն էր։ Կարևորվում էր ցանկացած զինատեսակը, որսորդական հրացան, ինքնաշեն ատրճանակ, անգամ պապերից մնացած կիսաժանգոտած մաուզեր։ Աշխատանքի ճիշտն է, ես Գուգարքի տապշին վարչություններ էի աշխատում։ Տեսա մի հատ վայնի ֆորմով կապիտան, մոտեցավ ինձ, ես Վանեսյան Սամվելն եմ, ասի ես Սաքանյան Ստեփանն եմ, ինչով կարամ քեզ օգնեմ, ինքը մեր գյուղից զուտ անծանոթ մարդ, թե ուզում եմ սենց մի հատ բան ստեղծենք։ Իսկ ասի ինչ թե նոր պետա պատերազմը սկսվում է, որ կարողանանք մեր երկիրը պաշտպանենք, ջոկատ ստեղծենք, ասի ինչն է մի պրոբլեմ քո մոտ, թե առաջնահերթ պետք է ունենանք գոնե շտաբ նստելու բան, ասի հարց չունենք։ Իմ հիմնարկի ես նոմիկները տրամադրում եմ, ու սկսվեց, երկուսով էինք, հələ ոչ մի մարդ չկար, կաման սկսենք հավաքելը։ Սասունցի ենք։ Մենք գիտակցում ենք, որ պատերազմը անխուսափելի է։ 79 թվականին կազմավորվեց Գուգարքի շրջանի երկրապահ ինքնապաշտպանական ջոկատներ։ Ես Սաքանյան Սամվելը, Վանեսյան Սամվելի հետ կազմավորվեցինք այդ ջոկատները։ Մեր մոտ էլ ստեղծվեց ինքնապաշտպանական ջոկատ, Վանեսյանի գլխավորությամբ դեպետի ջոկատը։ Մենք հիմնականում զբաղվում ենք զենքերի հարցով, ասենք հայտարարում ենք որսորդական հրացաններ, տոզեր, նոր է սկսվում գյուղից մոբիլիզացնում ենք այդ ամեն ինչը, հիմնականում ոսկեպար ենք ուղարկում, սննդի հարցով, զենք զինամթերքը բերում ենք, մեր մոտ պայմաններ ենք ստեղծել, փորձարկման, զենքերի փորձարկման։ Հետո ակնհայտ դարձավ, որ մանր-մունր խմբերով անարդյունավետ է կազմակերպել քիչ թե շատ լուրջ պաշտպանական աշխատանք։ Ինքնապաշտպանական ջոկատների շրջանային խորհրդում ստեղծվեց կենտրոնական շտաբ, որի հրամանատար ընտրվեց Սամվել Վանեսյանը, շտաբի պետ Սամվել Սաքանյանը։ Դե հրամանատարին ասա իր տեղը հարմար, ասա թող դե վրեն կրակի մի հատ։ Դրած թե կրակում է, հետի ոնց որ ստե հարմար է, էլի դրա համար։ Արայիկ, ոտներ իջեցրու։ ներքև են պատվալի լուսամուտին էլ խփի։ Սպիտակտան պատվալի լուսամուտին։ Հայաստանի տարածքից ադրբեջանցիների հեռանալուց հետո ծայրահեղ լարված իրավիճակ ստեղծվեց մեր երկրի սահմանամերձ գյուղերում, որոնք հարևան էին Ադրբեջանի կամ Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղերին։ Իրավիճակը խիստ լարված էր նաև նոյեմբերյանի շրջանի սահմանային գոտում։ Նոյեմբերյան զանգեցին, որ ջոկատներն արդեն պիտի գնան։ Գնացինք, զանգին, որ վիրավորներ կան բան, մտանք շրջանային մեր հիվանդանոց էր կոչվում, բժիշկներ քույրեր վերցրինք, դուրս եկանք։ Վանեսյաններ, Սաքանյաններ, մեր ջոկատով, նորաստեղծեր, մարդիկ քիչ էին։ Առաջի մեր Հայաստանի սահմանամերձ գոտիների գնացողներից առաջինն էինք։ Բաղանիսի, Ոսկեպարի, Բարեկամավանի եւ այլ գյուղերի պաշտպանական կռիվներում էլ ջոկատն ստացավ իր մարտական մկրտությունը, կամ որ նույնն է ասել, թե հաղթահարվեց վախի սինդրոմը։ Թուրք ազերիներից արձակված գնդակների
սվսվոց էինք լսում, ոնց էր մեր կողքով գնդակները թռնում։ Բայց մենք ոչ մի բանի չէինք վախում եւ շարժում էինք դեպի առաջ, որպեսզի կարողանանք պաշտպանել նրանց առաջխաղացումը, որպեսզի մեր գյուղերը, հայկական գյուղերը չմտնեին թուրքազերիները։ 90 թիվներ, всё որ վերտալյոտը նստում եք նկարեցին, թե սոսն է զովել էր, եկան տուն, մեզ ասեց, այս ուր ես գնացել ընդեղ, արդեն մարդ են խփեն բան ասի, այմ ես հեռու կանգնած եմ, ես ուր կռիվն ուր մենք հեռու կանգնած ենք, ասում ինչ հեռու, ասում սաղ գյուղը մեր տուն էր լծվի, ասում տելևիզոր ցույց տվին վերտալյոտ նստելու Սամվելին, դենց սկսեց էլի դա ամեն ինչ է, արդեն ձոր մեկ որ մտնում ես չես ոչ թե չես ուզում, այլ չես կարա, ինչե որ հասցրեցինք մեր ազգի հաղթանակին, հասցրեցինք։ Նորի գլը բան միրա, էմերա ես, տողքինա, այդ բլե։ Նոյեմբերյանի շրջանի պաշտպանական մարտերի ժամանակ էլ ջոկատը տվեց իր առաջին զոհը։ Յուրա Թամազյանն ընկավ դիպուկահարի կրակոցից։ Գոնե ինքը չտիավ իրեն երեխան ծնվել էր, այն ծնվելու օրը Յուրան մոտեցավ ինձ ասավ թույլ տվեք գնամ երեխային տեսնելու, ասի վաղը կգնաս, այսօր մի գնա, այսօր վիճակը շատ ծանր էր, որտեղ շատ ծրված էր, հակառակորդի կողմից մեծ քանակությամբ ուժեր էին կուտակվել եւ մենք սպասում էինք նրանց հարձակմանը։ Իսկ հաջորդ առավոտը Յուրան խփվեց եւ իրեն նորածին երեխային չտեսավ։ Ուրեմն դոստելու գյուղում էինք այդ ժամանակ Յուրան որ առավոտ ժամի երևի 5:30 թուրքերը պետք է հարձակվեին, պոստեր էինք դրել, նշանակել։ Մնացածը հանգստանում էին։ Ուրեմն սնայպերը խփել էր սրտին, հետո գրանատամյոտով Վիլիսին, մեքենային։ Յուրայի հետ կային 4 էլի տղաներ, որոնք բախտի բերմամբ թռել էին Վիլիսից։ 7 վերտալյոտ հարձակվեցին մեզ վրա, օդից։ Ու կրակում էին, եւ ռմբակոծում, եւ կրակում դեշեկայով։ Շատ երեկան, որ այսօր չկան, բայց բերեք հիշենք ովքեր կան, հուզվում եմ չեմ կարում խոսամ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ պատերազմը դա ողբերգություն է, եւ հարձակվող կողմի, եւ պաշտպանվող կողմի։ Եղել են եւ ուրախալի դեպքեր, որտեղ որ մենք զգացել ենք հաղթանակ, որպես հաղթանակել ենք տվյալ մարտում, եւ եղել են պարտություններ, եղել են զոհված ընկերներ մեր կողքին, բայց վերջի վերջո չկա պատերազմ, որտեղ որ չլինեն զոհեր։ Հիշելով այդ անցած ճանապարհը բոլորի համար էլ թեթև սարսուր եւ ընդհանրապես սարսուր է անցնում մեջով, որ հիշում ես, ասենք, քո կողի եղած տղաները, ովքեր որ հիմա չկան,
Բայց մենք բոլորին էլ հիշում ենք, ինչով կարողանում ենք նրանց ընտանիքներին օգնում ենք։ Կան նաև բարերարներ, որոնց որ մենք խնդրում ենք, ասում ենք նրանք են օգնում։ Հայաստանի Հանրապետության սահմաններում հարաբերական կայունությանը զուգահեռ իրավիճակը խիստ լարվեց Արցախում, որտեղ պարտիզանական կռիվները վերաճվեցին լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, հրետանու, տանկերի և օդուժի կիրառման։ Հայաստանի ինքնապաշտպանական ջոկատները, այդ թվում Գուգար ջոկատը, մեկնեցին Արցախ։ Գուգարքի ինքնապաշտպանական ջոկատը գտնվում էր Ասկերանի շրջանի Փարող Խրամորդ գյուղերում, Մարտունի Ղավախան գյուղում, իսկ հունվարի 23-ին Քարինտակի թեժ մարտերին Շուշիից ռմբակոծում էր ամբողջ գյուղը, 32 զոհ մենակ այդ օրը Քարինտակի կռիվների ժամանակ մեր հայկական կողմը տվեց, 86 զոհ օֆիցիալ տվյալներով այդ օրը ազերբայջանական կողմը տվեց զոհ։ Երբ որ մենք ստացել էինք զինամթերք եւ պետք էր այդ զինամթերքը հասցնել Արցախ, ճանապարհը մենակ օդով էր։ 91-92 թվականների մինչև ապրիլ ամիսը ոչ մի մեքենայի ճանապարհ չկար, որ կարողանային ինչ որ մի բան հասցնել զենք, զինամթերք, սննդամթերք Արցախ, միայն կատարում էր ուղղաթիռներով։ Քարինտակին հասցեագրված զենքը, որ անբարենպաստ եղանակի պատճառով մնում էր օդանավակայանում, Գուգար ջոկատը սպարապետի ուղեկցությամբ հասցրեց Արցախ։ Եթե սպարապետի անձնական համարձակությունը չլիներ, ադրբեջանցիների հարձակումների դեմ հայ ինքնապաշտպանները մնալու էին անզեն։ Կիչան գյուղի կռիվների ինքնապաշտպանական մարտերի համար սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ոչ օդային բարենպաստ պայմաններում ուղղաթիռը բարձրացավոտ սպարապետի գլխավորությամբ, որը ինքը արդեն պաշտպանության առաջին նախարարն էր, իրեն հրամանով, որը հրամանն էլ դա իհարկե կարող էին ուղղաթիռը կարող էր տեղ չհասնել։ Եթե թռչում ես ու չգիտես տեղ կհասնես թե ոչ, համ քամի էր, համ մառախուղ, որը անբարենպաստ պայմաններում մենք սպարապետի հետ միասին ուղղաթիռով այդ զենք զինամթերքը իջեցինք Քոլատակ գյուղ։ Եվ սպարապետը մեր առաջին պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանը հատուկ նրա համար եկավ վտանգելով իրեն կյանքը եւս, որ այդ զենք զինամթերքը հասցնեն ինքնապաշտպանական ջոկատներին, որպեսզի նրանք կարողանան մարտը շարունակել, որովհետև զինամթերքը սպառման արդեն եզրին էր։ Ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարը լեգենդար կոմանդոսն էր, Արկադի Թադևոսյանը,
որի հետ ջոկատի անդամներն այսօր էլ պահպանում են ջերմ ու բարեկամական կապեր։ Պետք է այդպես ջոկատներ որ գային զինված, պատրաստված ու մտնեն դաշտի на поле боя даже были войти, հա։ Այդ ժամանակ մենք զանգ էինք տալիս ու խնդրում էինք մեզ օգնություն հասցնեն ու Սամվելը իր գուգարտի ջոկատով միշտ գալիս էր պատրաստված, մենք գիտենք որ իրան ուղարկենք ինքը այնտեղ տված боевую задачу он выполнял с честью и достоинством։ Մենք միշտ իր այդ ջերմ մեջ ենք եղել, հա, մարդու դաշտում է հիմել ենք իր այդ ընկերություն անում, հա, ու այդ դժվար պահին մեր համար ոնց որ թե հիմք է դրվել մեր այսօրվա հիշատակում ենք ու ուզում ենք մեր ժողովրդին հասցնենք որ ինչա թե դժվար պահի էլի մենք էլի միասին կպաշտպանենք մեր երկիրը։ Լեգենդար հրամանատարը պատմում է, որ պատերազմի առաջին տարիներին, երբ դեռ կազմավորված չէր կանոնավոր բանակը, հենց կամավորական ջոկատները կարողացան իրենց վրա վերցնել ադրբեջանական բանակի հուժկու հարվածները եւ կասեցնել նրանց Արցախի մատույցներում։ Մեր ուժը այն էր, որ մեր պաշտպանները կամավորականներ էին, այն էլ գաղափարական կամավորականներ, որոնք անթարթ հայացքով էին նայում մահվան եւ պատրաստ էին ամեն ինչի։ Նրանք հաճախ անտեղյակ էին նույնիսկ գնդակից պաշտպանվելու մեթոդներին։ Նրանց առաջնորդողը հայրենիքի նկատմամբ սերն էր, հայրենիքին ծառայելու անսահման պատրաստակամությունը։ Մեր խնդիրն էր մարտական գործողությունների ընթացքում այդպիսի ջոկատներ օգտագործել, այնպես որ բացառելով զոհերը հասնել մեծ արդյունքների։ Ես միշտ կարևորում էի գրագետ հանձնարարությունների ձևակերպումը, ինչպես գնալ, ուր գնալ եւ ինչ անել։ Իդեպ խիստ կարևոր է նաև գրագետ հրամանատարի առկայությունը։ Տեսեք, թշնամին թվաքանակի մեծ առավելություն ուներ եւ հրաշալի էր զինված։ Ռազմագիտության բոլոր օրենքներով մենք պետք է պարտվեինք։ Սակայն մենք հաղթեցինք։ Ինչու՞։ Որովհետեւ ունեինք այն, ինչ նրանք չունեին։ Ոգին ու սերը հայրենիքի նկատմամբ, ինքնազոհության պատրաստակամությունը։ Անվանի զորահրամանատարի ասվածը լրացնում են նաև իրենք, գուգարկ ջոկատի անդամները։ Վախը մարդու բնական ռեակցիան է վտանգին, ասում են նրանք, բայց ռազմի դաշտում ամեն ինչին սովորում ես։ Սովորում ես արյանը, սովորում ես ընկերոջդ կորստին, սովորում ես վախին։ Ով էր մտածում, որ կարող է հանգար զոհվի տենց բան, ասենք, ժամանակ, որ ասենք վախ չկար, ոնց կարող է վախ չլինի, եթե մարդը նորմալ մտածում, նորմալ դատում է, ժամանակ չկար վախի մասին մտածելու, ժամանակ ֆանատ էինք, ֆանատի նման էինք գնում, ով էր մտածում, որ կարող է հանգարց կրակեն, չնայած որ արդեն սոսը զոհվել էր։ Մենակ հիմարը չի վախի, որ ասեմ, չեմ վախեցե, երևի չգիտեմ, բայց առաջ միշտ ձգտել է առաջ։ Ուրեմն բուզլուղ էր քեչմանաշիտ, իրեք գյուղը բարձրունքը հետ է, որ վերցրինք, 6-ին 20 պակաս սկսեցինք, 6:30 3 գյուղը եւ բարձրունքը վերցրինք, մենակ մեր ջոկատը չէ, ճիշտ է մեր ջոկատին տվին թերթի եւ այլն, նու հարց դա չի, որ վերցրինք, մենք գիտեք, եթե մեզ թողեին, մոտիկա էլի Կիրովաբադ, եթե մեզ թողեին, Կիրովաբադն էլ կվերցնեինք։ Այդ ժողովուրդը մեր այդ տղաները երևի կլնեին մի 60 հոգի մարդ կլնեինք, բայց երևի կվերցնեինք Կիրովաբադը։ Կամավորականների մարտական գործողություններն ունեին իրենց առանձնահատկությունները, ասում է լեգենդար զորահրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը։ Երբ կամավորականները ժամանում էին մարտական գործողություններն իրականացնելու համար, որպես կանոն հայտնվում էին իրենց համար անծանոթ պայմանների մեջ։ Դա այդպես կոչված մարտական դրության սթրեսային իրավիճակն է։ Աստված չանի, եթե հանկարծ իրենց ընկերներից մեկն էլ զոհվեր, ապա դա էականորեն ազդում էր ջոկատի մարտունակության վրա։ Այդ պատճառով էլ կամավորականների ջոկատները ընդունված չէ մարտական երկարատև գործողություններում օգտագործելը։ Դրանք առավելապես կարող էին ձգվել 1,
1.5 ամիս, որի ընթացքում նրանք հրաշալի կռվում էին։ Դրանից հետո մենք նրանց շատ արագ փոխարինում էինք այլ ջոկատով։ Շատ կարևոր էր, թե ինչպես է իրեն պահում հրամանատարը։ Եթե Աստված չաներ, որ հրամանատարը վախկոտություն հանդես բերեր, ապա ամբողջ ջոկատը կջախջախվեր եւ բոլորը կփախչեին։ Ձեր ասածների այս ասպեկտով ինչպիսին էր Գուգարք ջոկատը եւ նրա հրամանատարը։ Ես հենց խոսում էի Գուգարքի ջոկատի եւ նրա հրամանատարի մասին, որոնց մասին մինչև հիմա էլ լավ հիշողություններ ունեմ։ Դա այն ջոկատն էր, որ մարտական հանձնարարությունները կատարում էր պատվով ու արժանապատվությամբ։ Հրամանատար Սամվելը շատ լավ էր հասկանում ռազմական գործից եւ կարողանում էր իրականացնել ամենադժվարին հանձնարարությունները։ Ինչպես հրամանատարը, այնպես էլ ջոկատի անդամները երբեք չէին հարցնում առաջադրանքի դժվարության մասին։ Նրանք միշտ պատրաստ էին մեկնել մարտի դաշտ, ինչը չափազանց կարևոր էր այն ժամանակ։ Գուգարք ջոկատը մասնակցեց Արցախյան պատերազմի տարբեր ռազմաճակատներում։ 1992 թվականին ջոկատի անդամների մի մասը զինվորագրվեց կանոնավոր բանակին եւ մինչեւ 1994 թվականը շարունակեց մասնակցել պատերազմական գործողություններին։ Այսօր էլ նրանցից շատերը շարունակում են ծառայությունը։ Շտաբի պետ Սամվել Սաքանյանը կայազորային սպայի տան տնօրենն է։ Ջոկատի հրամանատար Սամվել Վանեսյանը, որի մարտական անունը Մարշալ Սամվելը, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի եւ հրետանու բաժնի պետ է եւ շարունակում է կրթել ու դաստիարակել երիտասարդ զինվորներին։ Ես այսօր շնչում եմ եւ ապրում բանակով, հայոց բանակով։ Իրեն կազմավորմամբ, իրեն ամեն ինչով, որովհետեւ ես այսօր լինելով շատ բազմաթիվ զորամասերում, թե ստուգումներով, թե օգնությունների տարբեր ցուցաբերումներով եւ այլն, ես զգում եմ, որ ամեն մի հայ տղամարդ պետք է իրեն ջանքերը օգտագործի, որպեսզի հայ ամեն մի պատանի գալով ծառայության վայր իրեն զգա հայրենիքի պաշտպան եւ կրտքով պաշտպանի հայրենիքը անհրաժեշտության դեպքում։ Շատերն էլ ապրում են քաղաքացիական կյանքով։ Սակայն հազվադեպ չեն հանդիպումները, երբ ջոկատի անդամներով հավաքվում են, զրուցում, հիշում անցյալի դրվագները։ Հաճախ այդ հանդիպումների վայր է դառնում հրամանատար Սամվել Վանեսյանի հովանավորությամբ Հայրենի Շամուտ գյուղի մոտակա բարձունքին կառուցած մատուռը, ուր մոմ են վառում ու աղոթում զոհվածների հիշատակին։ Մարտական ընկերների հանդիպմանը ամեն տարի հաղթանակի օրը մասնակից են լինում նաև շրջակա գյուղերի մեծ հայրենականի վետերանները։ Լորուտ, Շամուտ, Աթան եւ Ահնիզոր գյուղերում մնացել են 9 վետերան։ Նրանք նաև նվերներ են ստանում ջոկատի այլևս գործարար անդամներից։ Մեծ հաճույք եմ զգում, որ մեզանից հետո նորից կարողացան մեր հետագա ծերունները կռվել եւ հաղթանակել։ Կռվել են եւ հաղթանակել։ Այդ եմ ցանկանում։ Այդ ագրեսիան, որ Ադրբեջանը գործադրեց, դա անտանելի բան էր։ 3 միլիոնը 7 միլիոնի դիմաց կռվեց եւ հաղթեցին, միավորվեցին, հաղթանակեցին ի շնորհիվ իրանց համախմբվածության։ Այն եղել է կռվող, սկզբից էլ վերցնես, այդպես էլ մեր այս հայրենական պատերազմի կռիվը դա Ղարաբաղի կռիվը։ Դա հասարակ բան չէր։ Կարող է շատերը ասեն, ինչ հասարակ բան, դա հասարակ բան չէր։ Դա հայրենական պատերազմի երկրորդ մասն էր, որ մերոնք ցույց տվին։ Մեր ժողովուրդը ցույց տվեց։ Խորհրդային պետության երիտասարդությունը շուրջ 4 տասնամյակի ընթացքում մեծացավ ու դաստիարակվեց հայրենական պատերազմի դասերով։ Խորհրդագերմանական պատերազմը վերածվեց սերունդների հայրենասիրական դաստիարակության հզոր միջոցի։ Եվ ով գիտե, գուցե հենց այդ դաստիարակությունն էր, որ 90-ականներին վերածվեց հայրենասիրության ու կամավորականության հզոր շարժման։ Ինչպես հայրենական պատերազմը դարձավ խորհրդային պետության քարոզչության հզոր միջոց,
Այնպես էլ հայ երիտասարդի համար հայրենասիրական դաստիարակության կարևորագույն միջոց պետք է դառնա անցյալ, սակայն անավարտ պատերազմի բոլոր դասերը։ Վստահ եմ անցյալ եւ վերջին պատերազմի վետերանները։